Ողջույն բարեկամներ, ձեզ հետ անգլերեն զրույց և դասապատրաստում դասընթացն է, և այսօր մենք սովորելու ենք 12 արտահայտություն break, որ նշանակում է դադար, ընդմիջում, այս բառով։ Չշփոթեք այս բառը նախորդ դասին տրված մյուս break նույն արտասանության բառի հետ, որը կոչվում էր արգելակ։ Սովորեք նաև նախորդ դասը, եթե չեք սովորել։ Ուրեմն այսօրվա դասը բառապաշարի հարստացում, բանավոր խոսքի զարգացում և հենվում ենք քերականության վրա։ Ինչ է նշանակում քերականության վրա, այսինքն օգտագործելու ենք քերականություն նախդիր բառից հետո, բառ պլյուս նախդիր, այսինքն preposition։ Break առանձին դադար, ընդմիջում, գոյական է։ Սա երբ իրենց հետո ավելանում է նախդիր, իմաստը փոխվում է արդեն, չի գործածում իր իսկական իմաստով։ Հիմա սուրենք այս արտահայտությունները թարգմանենք հայերենից անգլերեն։ Ուրեմն, ինչպես թարգմանել անգլերեն break, ասացի դադար, ընդմիջում։ Եթե break-ից հետո գալիս է down, break up, մյուս բացեմ, break in, break into, break off, break through, break away, break even, break the այս արդեն արտահայտությունն է, break the law արտահայտություն է, break a habit արտահայտությունն է։ Ուրեմն, և սրանցից հետո արդեն գալիս է գոյական։ Ասացի, ուրեմն break plus preposition 3 դեպքերում արդեն ավելացել է գոյական, break a habit, break a law, break the ice։ Հիմա սկսենք, բայց նորից կրկնում եմ նախորդ դասը, կրկնեք գրությամբ տարբեր է, արտասանությամբ նույնը։ Break down նշանակում է փչանալ, քանդվել։ Հիմա թարգմանում եք 3 մեքենաս փչացավ, ինչպես ենք թարգմանելու։ My car broke down yesterday, քանի որ անցյալ ժամանակով է նախադասությունը, այս break-ը անկանոն բառ է, օգտագործելու ենք անցյալ ժամանակով։ My car broke down yesterday, 3 մեքենաս փչացավ։ Մյուս արտահայտությունը up-ով, break up արդեն նշանակում է բաժանվել հարաբերություններում։ Նրանք բաժանվեցին անցած ամսին։ Ուրեմն կրկին past indefinite-ով է տրված նախադասությունը, անցյալ ժամանակով է, և այս break-ը մենք դարձնելու ենք անցյալ ժամանակով, they broke up last month։ Հաջորդը out, ավելացնում ենք out, break-ին, break out, իմաստը փոխվեց, դարձավ հանկարծ սկսվել։ Շենքում հանկարծ հրդեհ սկսվեց։ Կրկին անցյալ ժամանակով է, break-ը, պետք է broke ասենք, a fire broke out in the building։ Ուշադրություն դարձրեք, որ ամբողջ ընթացքում ես break-ից հետո որ դարձնելու եմ անցյալ ժամանակ, օգտագործելու եմ անցյալ ժամանակի բայ, անկանոն բայ և իրենից հետո preposition։ Break in նշանակում է ներխուժել, կոտրելով մտնել, ներս մտնել։ Ինչ որ մեկը ներխուժեց, someone broke in last night։ Հաջորդ 5-րդ, նա ներխուժել, հանկարծ սկսել։ Ուրեմն նա հանկարծ սկսեց ծիծաղել։ He broke into laughter, he broke into laughter, հանկարծ սկսեց ծիծաղել։ Երկրորդ իմաստով ենք օգտագործել։ Break off, դադարեցնել։ Նրանք դադարեցրեցին բանակցությունը։ They broke off the negotiation, they broke off the negotiation։ 7-րդ, ճեղքել, հաղթահարել։ Ուրեմն ավելանում է through, break through կդառնա broke through։ Գիտնականները ճեղքեցին արգելապատնեշը։ Scientists broke through barrier։ 8-րդ, break away, ազատվել, առանձնանալ։ Երկիրը անջատվեց միությունից։ The country broke away from the union, the country broke away from the union։ 9-րդ, առանց շահույթի վնասի ավարտել, break even նշանակում է առանց շահույթի կամ վնասի ավարտել։ Այս տարի մենք հազիվ ավարտեցինք առանց վնասի, we just broke even this year։ 10-րդ,
Break the ice, լարվածությունը թուլացնել, վերացնել, նկատակեց, որպեսզի վերացնի լարվածությունը. He told a joke to break the ice. He told a joke to break the ice. Այստեղ արդեն անցյալ ժամանակով չենք օգտագործում, որովհետև նախադասությունը այդպես է. He told a joke. Նկատակեց. Told a joke. Break the law, խախտել օրենքը, նա խախտեց օրենքը. He broke the law. Եվ 12-րդ, break a habit, ազատվել սովորությունից. Դժվար է ազատվել վատ սովորություններից, վատ սովորույթից. It's hard to break a bad habit. It's hard to break a bad habit. Ուրեմն այսօրվա համար այսքանը կրկնեմ, որ բառից հետո եթե գալիս է preposition, այսինքն նախդիր, իսկ մենք նախդիրները սովորել ենք դասագրքերում, 3-ից 5-րդ դասանի դասագրքերում, բացեք տեքստերը, տեսահոլովակները եւ այնտեղ եթե չեք սովորել preposition սովորեք, որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչ է preposition-ը, ուրեմն բառից հետո ավելանում է preposition եւ բառի իմաստը փոխվում է, կրկնում եմ, չխառնեք, չփոթեք break եւ մյուս break բառերը իրար հետ. այսօրվա break-ը դադար է նշանակում ընդմիջում, նախորդ օրվա դասի break-ը գրությամբ տարբեր նշանակում է արգելակ. այսօրվա համար կհանդիպենք այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, goodbye.